Պարոն Սարգսյանը անցած շրջանից չի խոսել, պարոն Մարուքյան, եւ սպասում էր իր հերթին, հետո դուք եք։ Ժամանակը վերականգնեք։ Ես ուզում եմ պարոն Կարապետյանին դիմեմ, հարցը մի քիչ ձևափոխեմ։ Եթե պարտվեցիք, նստելու եք, սպասեք, տեսնեք, թե ոնց են ձեր հոպարին սատկացնում, կզացնում։ Հոп։ Մի րոպե։ Չէ, մի րոպե։ Մի րոպե։ Ոչ մի վիրավորական խոտ, այո։ Այսինքն Ալեն Սիմոնյանը շուտ էր Ալեն խոսում։ Սիմոնյանը ինչ ասել, դուք հիմա գտնվում եք չէ տաղավարում, լսեք ուշադիր։ Մի րոպե։ Ոչ մի կզացնել, սպանել, մորթել։ Ամսի 1-ին Ես թույլ չեմ տա։ Իմ թիմակիցը հարց տվեց Ալեն վերաձևակերպեք, Սիմոնյանին։ մի րոպե, կամ հարցը վերաձևակերպեք, կամ ես հարցը թույլ չեմ տա։ Առանց վիրավորության փոխում եմ։ Նայում եք հոպարը ոնց է բոմբ դառնում, թե հեղափոխություն եք հայտարարում, ոնց որ Պարոն Սարգսյան, կտրեք պարոն Սարգսյանի ձայնը։ Ես իմ միկրոֆոնը ունեմ, կարակ Ես ուզում եմ կիսվել մեր տեսլականով քննարկում է քրեա օլիգարխիային ինչ են անելու, քննարկում են վարչապետի տեխնացուները թե քրեա օլիգարխիային ինչ են անելու։ Դուք լավագույն դեպքում կարող եք ասել թե ինչ պայմաններ եք ստեղծելու, ինչ բարեփոխումներ եք անելու, որ լինի արդար դատարան ժողովրդի համար։ Ոնց կարան վարչապետի տեխնացուները որոշեն ով է դատվելու, ինչքան, երբ կդուզ գա, երկար կմնա, քիչ կմնա, սոված կմնա, թե սատկացնեն, թե չսատկացնեն։ Սա աբսուրդ է։ Հետո այնտեղ բան հնչեց թե մարդը բան ասե դրա համար կարա նստի։